Սիրելի Աստծո ժողովուրդ, կողջունեմ բոլորիդ, թող Աստված օրհնի ձեզ շատ-շատ։ Ինչպես որ գիտեք, բոլորդ մերձավոր արևելքի մեջ պատերազմական իրավիճակ է հիմա եւ իրադարձությունները շատ լուրջ են։ Գիտեմ, մեզի ոչ միայն մերձավոր արևելքին հետևողներ կան, աշխարհի դարբեր ծայրերեն եւ այս մերձավոր արևելքի մեջ կատարվող պատերազմական իրավիճակը իրականության մեջ միայն մերձավոր արևելքի մեջ ապրող ժողովրդին մասին չէ, որովհետև որպես մարդիկ, որ գաբրինք այս աշխարհի մեջ, ամեն բան որ կկատարվի աշխարհի մեջ, իրականության մեջ բոլորիս հետ կապ ունի եւ մենք որ Լիբանան գաբրինք, եթե լուրերեն գիտեք արդեն Լիբանանն ալ պատերազմի մեջ է եւ դարբեր ծանր իրավիճակներ կան Լիբանանի մեջ ալ հիմա ինչ է նպատակը այս նկարահանման, ինչ է նպատակը, որ ես այսօր եկել եմ խոսելու ձեր հետ այս թեմաներով, որովհետև այսօր շատ հարցեր, շատ հարցմանշաններ, շատ իրարանցում վիճակ կրնալալ եւ ինչ ունի Աստված մեզի սելիկ։ Ես սրտիս մեջ հadouk խոսք մգա, որ սերեդվիդ բաժնեցիմ Մատթեոս ավետարան 24-րդ գլուխեն, որ կխոսի վերջին ժամանակներու մասին եւ որպես Աստծո ժողովուրդ ես անշուշտ հետաքրքրված եմ, որ մենք Աստծո խոսքեն հիմքեր ունենանք, որովհետև այսօր լուրերը շատ դարածված են, չէ, եւ շատ լուրեր կան, որ ճշմարիտ են, շատ լուրեր կան, որ ճշմարիտ չեն, եւ հիմա լուրերը բամը գսեն, մարտիկ բամը գսեն, երկրի կառավարությունները բամը գսեն։ Հիմա ավելի կարևորը որ Աստված ինչ կսե, ինձի անցամ կհետաքրե, թե Աստված ինչ կսե։ Ես կքաչալերեմ ցեզի, որ ցեզի ալ ամենաշատը հետաքրքրե, որ Աստված ինչ կսե, որովհետև վերջին խոսքը Աստծո է եւ Աստվածաշունչը գխոսի ամեն ժամանակներու մասին եւ ամեն ժամանակներու մեջ կդարվելիք դարբեր իրադարձություններու մասին ադորամար լավ է որ աղբյուրը Աստվածը լավ մեր լուրերուն այո լավ է որ լուրեր ունենանք գիտնանք ինչ կգադարվի մեր երկիրներու մեջ բայց Աստված ինչ կսե այս իրավիճակներու մեջ որ մեր թերը ինչ է մենք ինչերու սպասենք ինչեր մտածենք Ադորամար սիրեներ այսօր պատրաստված եմ սերեդը բաժնեցելու այն խոսքը որ գա սրտիս մեջ ցեզի շատ գոքն է լա մերձավոր արևելքի մեջ ապրող լա ոչ մերձավոր արևելքի մեջ ապրող մենք որպես հավատացյալ ժողովուրդ կարիք ունենք խոսելու լսելու այս ամենը վերցնելով Մատթեոս ավետարան 24-րդ գլուխը որ Հիսուսը գխոսի վերջին ժամանակներու մասին Բիդի գարտամ 4-րդ գլուխեն 14-րդ գլուխը եւ 4-րդ գլուխեն 14-րդ գլուխի մեջ Գան 4 գեդեր, որ ես բաժներ եմ, որ ադոնց մասին խոսիմ եւ վերջավորության ինչ է այս ամեն ինչի նպատակը, որ տեսնենք Աստված ինչ կսե եւ մենք ինչեր ունենք զսկուշանալիք այս ամեն ինչի մեջ եւ որպես Աստծո ժողովուրդ մենք ինչիրու վրա պետք է գետրոանանք եւ զսկուշելանք։ Գարտամ 4-րդ գլուխեն 14-րդ գլուխը Հոստեղը աշակերտները եկած էին իրեն հարցնելու, Հիսուսին հարցնելու, ինչ է վերջին ժամանակներու նշանները եւ Հիսուս պատասխանեց։ Հիսուս պատասխանեց. Սկուշ կեցեք, չլա որ մեկը ցես խապե։ Վասնզի շատեր պիտի կան իմ անունովս ու սեն։ Ես եմ Քրիստոսը ու շատեր պիտի մոլորեցնեն։ Պիտի լսեք պատերազմներ ու պատերազմներու լուրեր, սկուշ կեցեք, որ չխրովիք։ Վասնզի այս ամենը պետք է որ ըլլան, բայց թեր վերջը չէ։ Վասնզի ասկ ասկի վրա պիտի ելե ու թակավորություն թակավորության վրա եւ դեղ սովեր ու մահդարաժամներ ու երկրաշարժներ պիտի ելլան։ Սակայն ասոնք ցավերու սկիզբն են։ Այն ադեն ցեզ նեղության պիտի մատնեն եւ ցեզ պիտի սպանեն ու իմ անվանս համար բոլոր ասկերուն ադելի պիտի ելակ։ Շատեր պիտի կայտաղին ու մեգզմեկ պիտի մատնեն եւ մեգզմեկ պիտի ադեն։ Շատ սուտ մարգարեներ պիտի ելեն ու շատերը պիտի մոլորեցնեն։ Անօրենության շատնալուն համար շատերուն սերը պիտի բաղի, բայց ով որ մինչև վերջը համբեր է, անիկա պիտի ապրի։ Արքայության աս ավետարանը փովանտակ աշխարհի մեջ պիտի քարոզվի, բոլոր ասկերուն վկայությունը լալու։ Անգե հետո վերջը պիտի կա։ Ինչպես որ կտեսնեք սիրելիներ, եթե դուք մեկն եք որ Աստվածաշունչ կգարտակ, անշուշտ ցեզի ցանոթ է այստեղը Եվ ես կքաչալերեմ, որ դուք դարածեք այս վիդեոն, որովհետեւ շատերը տեսնեն այս օրերու մեջ անպայման աս խոսքին կարիք ունենք։ Եվ շարունակեմ սիրելիներ, հոստեղը տեսնեք, որ բարձ գսե ամենահիմնական դեղը որ գսե, պիտի լսեք վերջին օրերուն պատերազմներու լուրեր, թակավորություններու վրա պիտի ելեն, դեղ երկրաշարժներ պիտի լա, մահդարաժամներ պիտի լա Եվ գիտեք հետաքրքիր է, երբ որ կմտածեք, որ այս ամենը արդեն աշխարհի պատմության մեջ շադոնց գա,
բادرազներ, թակավորություններով վրա գելեն, այսինքն նույնիսկ հազարավոր դարիներու մասին եթե խոսենք, աս ամենը կգադարվին եւ հետաքրքիր այն է որ գսե Հիսուս այս ամենը պիտի լան եւ այսօր մենք վգայենք որ մեր օրերու մեջ այս ամենը կան, բայց գսե այս ամենը վերջը չէ, այս ամենը սկիզբն է, ուրեմն հիմա եթե այս ամենը վերջը չէ, երբ է վերջը, որովհետեւ եթե այս ամենը սկիզբն է, ուրեմն հարց, արդյոք մենք սկիզբի մեջ ենք, այսինքն աշխարհի վերջի նշաններու սկիզբն ենք թե վերջն ենք, թե մեջտեղն ենք, աս հարցերը շատ դարածված հարցեր են, որովհետեւ Հիսուս կսե բادرազներ պիտի լսեք, թակավորություններով վրա պիտի ելեն, օքեյ, ուրեմն մի քանի հազար տարի առաջ ալ բادرազներ կար, ամբողջ 5 դագարանը լեցուն է բادرազներով, թակավորություններով վրա գելեն, հիմա ուրեմն հիմա ալ բادرազներ կա, հիմա ալ թակավորություններով վրա գելեն, ներկա ժամանակին մեր զորավերքի մեջ, ուրեմն հիմա սկիզբն ենք, ուրեմն աշխարհի վերջը շատ հերու է, օքեյ, լավ, ուրեմն ուրիշ հարցը, լավ, ինչու Աստվածաշունչը նոր գդագարանը շատ կխոսի, որ մենք աշխարհի վերջն ենք, վերջին օրերն ենք, եւ որ գսերդեք նամակները եւ լման նոր դագարանը կտեսնեք որ կխոսվի որ մենք վերջին օրերու մեջ ենք, վերջին ժամանակներու մեջ ենք, հիմա հետաքրքիրը ուրիշ, եթե ավետարանը կխոսի որ վերջին օրերու մեջ է եւ ադիգա գրված է 2000 տարի առաջ Հիսուսի խաչելությունն վերջ, այսինքն 1000 տարի եւ ավելի, լավ, հիմա եթե 1000 եւ ավելի դարիներ առաջ եթե աշակերտները ասին որ վերջին ժամանակի մեջ ենք, հիմա որ անցեր է 1000 բամը տարի, հիմա ինչ, վերջին ժամանակի եթե ադեններն էր, հիմա ինչ է արդյոք, սիրեներ, այո վերջին ժամանակներու մեջ ենք, բայց վերջին ժամանակներու որ մեկ ընթացքին մեջն ենք, ադի է հոստեղը հարցումը, որովհետև Աստվածաշունչը գսե մեզի վերջին ժամանակներու մեջ ենք, արդեն աշակերտներու օրերեն, հիմա Աստծո հաշիվներով վերջին ժամանակները ինչպես են, վերջին ժամանակները ինչ ընթացք ունին, մեր հաշիվներով որպես մարդ ադի քանի տարի է, Աստծո հաշիվներով ադիգա քանի տարի է, եւ ես գիտեմ որ այսօր շատ դարածված նյութ է ասիգա, հավատացյալները մանավանդ մեջի որ գխոսին եւ նույնիսկ անհամաձայնություն ալ գա, որ մեկը գսե ասի աս ժամանակի մեջ ենք հիմա, մեկը գսե մույս ժամանակի մեջ ենք եւ այլն, եւ մեկ հատ բարձ բամը ասեմ Մատթեոս ավետարանի մեջ նույն խոսքն է, Հիսուս կսե ոչ մեկը չի գիտեր ժամանակները, ոչ երկնքի երեշտակները, ոչ որդին, բայց միան հայրը, մեկը չգիտեր շիդակ ժամանակը, բայց նայեցեք, գսե 1, 2, 3, 4 բաները երբ որ գլսեք, ավասիկ քննեցեք ժամանակները եւ հասկացեք որ վերջին ժամանակներն է, այսինքն ի դարբերությունը որ մեկը չի գրնար ասել ասի վերջին ժամանակն է, մեզ մե որովհետև հայրը գիտե վերջին ժամանակներու ամենը, բայց մենք գրնանք քննել ժամանակները ըստ Աստծո խոսքին, ըստ Հիսուսի խոսքերուն, ըստ մարգարեություններուն, գրնանք քննել ժամանակները, եւ ադիգա դրված է մեզի, որովհետև Աստվածաշունչը ադիգա դված է մեզի, հիմա այնինչը որ գարտացինք, ես բաժնած եմ 4 դարբեր գեդերու, որ մեջ գա ասկուշացում, մեջ գա բաներ, որ ես կուզեմ խոսիլ, հիմա սիրելիներ, այնպիսի բաներ պիտի խոսիմ, որ ավելի լավ է խոսենք, լսենք, քննենք, սկուշը լանք, քան թե հիմա գրիվնենք, թե երբ է վերջին ժամանակը, երբ է վերջին օրը, եթե նայեք պատմության մեջ վտանգավոր ժամանակներ եղած է Քրիստոսի մարմինի մեջ, եկեղեցին մեջ, հավատացյալներու մեջ, որ դարբեր ժամանակներու մեջ, դարբեր սուտ մարգարեություններու բաժարով մարդիկ հավատացած են, որ վերջ այս թվականին է վերջին օրը եւ Հիսուսը պիտի գա եւ ադանգալ դակավին Հիսուսը չի վերադարձավ եւ հավատացյալներու մեջ շատ դարացայնություններ եղած է, գրիվներ եղած է, իրարանցումներ եղած է, ադորամար այսօր մեզի շատ պետք է որ մենք Աստուծմով քննենք ժամանակները եւ Աստծո խոսքի հիմք ունենանք, ատքե դուրս ոչ Աստծո խոսքը պետք է լա մեր հիմքը, իմ գարձիկը նույնիսկ պետք չէ լա քո հիմքդ պետք է լա Աստծո խոսքը, ամեն, հիմա, եկեք քննենք, առաջին գետը, 24-րդ խոսքի 4-րդ խոսքն է, սկսելու համար, Հիսուս պատասխանեց,
Սկուշ կեցեք, չլա որ մեկը ցես խապե։ Արդեն ասի չսած ես բամը ասիցեզի որ ասորիդ գաբունի։ Սիրեներ, սկուշ կեցեք, որ չլա թե ցեզի մեկը խապե։ Նախ եւ առաջ սկսավ Հիսուսը աստղադասությունով։ Սկուշ կեցեք։ Warning, հոստեղը սկուշացում գա։ Սկուշ կեցեք ինչ են, որ մեկը ցեզի չխապե։ Հիսուսը ինչու կսկուշացնե խապվել է, եթե ադոր վտանգը չի գա, վտանգը գա։ Այսինքն վտանգը գա, որ մենք խապվենք։ Լուրեր են, սուտ մարգարեություններ են, դարբեր գարձիկներ են եւ հիմա ինչ նյութի վերապերյալ, վերջին ժամանակներու վերապերյալ։ Իմ նյութս այսօր վերջին ժամանակներն է։ Վերջին ժամանակներու վերապերյալ Հիսուս գսե սկուշացեք, որ մեկը ցեզի չխապե։ Այսինքն այսօրվա թեմային համաձայն պետք է այսպես սկսենք։ Սկուշ եղեք սիրելիներ։ Լուրեր են, գարձիկներ են, ցեր գարձիկներ են, սուտ մարգարեություններ են, ամեն խոսվածս էլ չշիդագ է, բայց միակ ճշմարտությունը Աստծո խոսքն է։ Հիմա ես որ ելերեմ ցեզի գխոսիմ, ասել չէ ես ամեն ինչ գիտեմ, ալ հիմա ելերեմ ցեզի գխոսիմ, ես չեմ գիտեր ամեն ինչ։ Ժամանակները ամեն ինչով ես չեմ գիտեր, տուն չես գիտեր, բայց Աստված գիտե, Հայրը գիտե։ Բայց մենք գիտենք մեզի դրված չափով, որ չափ որ Աստված գուտա, որ չափ որ իր խոսքով մեզի գահիտնե։ Ադորամար սկուշ եղեք, որ չխապվիք սիրելիներ։ Չխապվելու համար ծեր ագանչը պետք է դակ Աստծո, ծեր ագանչը պետք է դակ Աստծո խոսքին եւ որովհետեւ միայն ճշմարտության աղբյուրը այդտեղ է։ Հիմա ինձ բիցես լավ հովիվ եղբայր շատերը Աստծո խոսքով գխոսին, բայց նորեն սխալ բաներ։ Այո, համաձայն եմ։ Ադորամար շատ կկարոզվի, որ Աստծո հետ հարաբերություն ունեցեք, կենթանի հարաբերություն ունեցեք, Աստծո ջանցեք, իր ցայնը ջանցեք, իր խոսքով լեցվեցեք։ Ինչու այս ամենը կկարոզվի շատ, որբեսի չխապվիք եւ ունենաք ճշմարիտ հարաբերություն Քրիստոսին հետ, որովհետեւ Քրիստոսի հոգին, որ մեր մեջն է, գվգայե ճշմարտության մասին, եւ որ դուք հարաբերություն ունիք Քրիստոսին հետ, Սուրբ Հոգով լեցված եք, Սուրբ Հոգին կսկուշացնե ձեզի, Սուրբ Հոգին կբահե ձեզի ամեն սուդերեն։ Թեգուզ մարդիկ Աստծո խոսքը կորզածելով սուդեր կխոսին, Աստծո հոգին կբահե ձեզի, որովհետև ճշմարտությունը ինքը կհայտնե եւ ինքը կառաջնորդե ձեզի։ Ադորամար մենք շատ կշեշտենք, որ սիրելի Աստծո ժողովուրդ Աստծո ջանցեք եւ իր ջամփաներում մեջ քալեցեք եւ իրեն հետ հարաբերություն ունեցեք, որ իր ցայնը լսեք եւ որովհետեւ սկուշանակ շատ վտանգներ են նաեւ։ Բայց մեր հարաբերությունը Աստծո հետ ադորամար չէ, որ Աստված մեզի միան վտանգներ են բահե։ Ոչ, մեր հարաբերությունը Աստծո հետ ադորամար է, քանի որ մենք առանց իրեն կյանք չունենք։ Ամեն։ Երկրորդը սիրելիներ, 9-րդ եւ 10-րդ խոսքն է։ Այն ադեն ցեզ նեղությամբ պիտի մատնեն եւ ցեզ պիտի սպաննեն ու իմ անվանս համար բոլոր ասկերուն ադելի պիտի լակ։ Շատերը պիտի քայտաղին ու մեկս մեկ պիտի մատնեն եւ մեկս մեկ պիտի ադեն։ Նշանները մեկը վերջին ժամանակներու, որ գսե այն ադեն նեղությամբ պիտի մատնեն ցեզի, ով են ցեզի սելով ով են հավատացյալ ժողովուրդը, Հիսուս Քրիստոսին հետևող հավատացյալ ժողովուրդն է։ Եվ նայեցեք, ցեզի պիտի սպաննեն իմ անվանս համար բոլոր ասկերուն ադելի պիտի լակ։ Քիչ առաջ ինչսի մենք չենք գիտեր ճիշտ վերջին ժամանակը, բայց մենք կրնանք քննել ժամանակները այն խոսքերով եւ նշաններով, որ Հիսուսը տվավ։ Նշանները մեկ ադի է, որ գսե ցեզի նեղությամբ պիտի մատնեն։ Հիմա եթե պատմությունը քննեք եկեղեցի ընդհանուր նորեն գտեսնեք, որ նեղություն կտան հավատացյալներուն, կսպանեն հավատացյալներուն, ասկերուն համար ադելի եղել են, այսինքն աս 2000 դարվա պատմության մեջ շատ են արդեն հալածանքներու պատմությունները, Հիսուսի անվան համար հալածվող, սպանվող հավատացյալները։ Հիմա հարցը նորեն հետևյալն է։ Հիսուսը սկսե վերջին ժամանակներուն այսպես պիտի լացեր է դա։ Լավ, հիմա աս 2000 դարվա պատմության ընթացքին աս ամենը եղեր են, նեղություն դվեր են, սպաններ են, բայց վերջին ժամանակներուն հոսքը շեշտվի, որ ավելի պիտի ելան այդ ամենը։ Ավելի պիտի շեշտվի այդ ամենը եւ գսե ասկերուն ադելի պիտի ելակ, այսինքն վերջին ժամանակներուն սիրելի հավատացյալ ժողովուրդ ավելի հալածանքը պիտի շատնա Քրիստոսի անվան համար եւ մեզի նեղության պիտի մատնեն քրվածը եւ ասկերուն ադելի պիտի ելանք։ Ասիգա կարևոր էր որ ասեի, որովհետեւ վերջնալ քրված է շատերը պիտի քայտաղին, մեկս մեկ պիտի մատնեն եւ մեկս մեկ պիտի ադեն։ Եվ գիտեք, հոստեղը
գխոսի Աստծո ժողովրդին վրա նորեն, որ գսե շատերը պիտի քայթակղին ինչի պատճառով, նեղություններու պատճառով, սպանություններու պատճառով, այն ադելության պատճառով, որ մեր շուրջը պիտի լա, ադորամար այսօր շատ խորը սրդես կխոսիմ իրական, մենք որ հնարավորություն ունենք լսելու Աստծո խոսքը, լեցվելու Աստծո խոսքով, Քրիստոսի սիրով եւ այս ամենը բարավի չեն, որովհետեւ երբ որ գիտես ադելի գլաս ամեն կողմեն, միան սերը քեզի գրնա բահել այդ ամեն ինչի մեջ, միայն բարոյականությունը, սուրբ արժեքները, որ Աստծո խոսքեն են գրնան քեզի բահել այս ամեն ինչի մեջ, նեղություն, սպանություն, ադելություն, հիմա դու պատկերացուր, մեկնես ամեն կողմեն ադված ես։ Հիմա երկու բան կա, կամ տունալ գկայտակղիս, տունալ գադես, կամ հաստատ կմնաս հավատքիդ մեջ, սիրույթ մեջ եւ գործնես ուրիշներուն։ Թեգուս քեզի սպաննեն, բայց գսե մարդիկ պիտի լա պիտի քայտակղին։ Պիտի քայտակղին, մեգս մեկ պիտի մատնեն եւ պիտի ադեն։ Այսօր ադորամար մեզի կարեւոր է ամեն օր ավելի հաստատվինք Տիրոջ մեջ, ամեն օր ավելի նմանվինք Տիրոջ, ամեն օր ավելի իր խոսքով լեցվինք, ամեն օր ավելի սիրով լեցվինք, սրբանանք, ամեն օր սիրեներ ավելի արիթ ունենանք գերբարանափոխվելու մեր Տիրոջ նման, որովհետեւ օրեր պիտի կա գամ քայտակղողները պիտի լանք, գամ հաստատ մնացողները պիտի լանք։ Երրորդ գեդը վտանգավոր գրված է 13-րդ եւ 10-րդ խոսքի մեջ, անօրենության շատնալուն համար շատերուն սերը պիտի բաղի, բայց ով որ մինչև վերջը համբեր է, անիկա պիտի ապրի։ 13-րդ խոսքը, առաջին խոսքը, անօրենության շատնալուն համար շատերուն սերը պիտի բաղի։ Նշանները մեկը վերջին ժամանակներուն, որ Հիսուսը ոսկը խոսի մանրամասն, որ գսե անօրենություններուն շատնալուն համար։ Վերջին ժամանակներուն ավելի անօրենությունները պիտի շատնան։ Եվ ասիկա արդեն ճշմարիտ է մեր օրերուն, որ այսօր մեր հայրերը, մայրերը, այսինքն իմ հայրը, իմ մայրը, իմ մեծ մայրը, մեծ հայրը, գիտեք, դարբեր ժամանակաշրջանի մեջ կապրինք եւ ես որպես այս ժամանակվա սերունդի դղա շատ բաներ կան, որ իմ մեծ մայրը, իմ մեծ հայրը իրենց համար ապշեցուցիչ օրեր են հիմա, որ գսե, այսինքն մեր օրերուն կոնե քիչ մը դղաս ամոթ կար գամշտային մարդիկ ասինելու ադինելու, բայց հիմա մարդիկ հանգիստ գիցակ ուզազդինը սկսած են անել, մարդը մեխ պիտ կորձե, ինչ պիտնե, արդեն սկսած է ազատություն մը կարոզվիլ, փակագիզներու մեջ ազատություն մը, որ մարդոց գուդա արիթը, որ գիտես տուն 18 տարեկանը լարետ վերջ ուզազդ կրնասնել, կնա ապրիր մեգումը հետ, որ բայման չեք ու գինը դլա, մի քանի հատ գին ունեցիր, մի քանի հոգի եւս դիգ ունեցիր, ազատ եղիր, ուզածդ ձխե, խմե, կնա, եգուր, ազատ ես։ Եվ գիտես, այդպիսի ժամանակներում մեջ ենք արդեն, ես անցամ կհավատամ, որ վերջին ժամանակներում մեջ ենք, ոչ թե միայն ես կհավատամ ասելով գսեմ, բայց ես արդեն, քանի որ ավետարանը մեզի գսե վերջին ժամանակներում մեջ ենք, արդեն 2000 տարի առաջվն է, ուրեմն հիմա հաստատ վերջին ժամանակներում մեջ ենք, եւ նշաններն ալ կհաստատվին անօրենությունը շատնալու պատճառով։ Շատ զանոթ է, ուր չի մնաց անօրենություն չի գա եւ ադիգա չի շատնար օրե-օր այնպիսի բաներ սկսանք տեսնել, որ արդեն զզվելի է։ Եվ ասիկա Հիսուսը գսե, բայց գսկուշացնե մեկադալ բանեմը, գսե շատերուն սերը պիտի բաղի, ինչի պատճառով, անօրենության շատնալու պատճառով։ Այսինքն Հիսուսը իր աշակերտներուն հավատացյալ ժողովրդին գսկուշացնե, որ ծեր շուրջը անօրենության շատնալուն պատճառով սկուշ եղեք ծեր սերը պիտի բաղի, շատերուն սերը պիտի բաղի, ադիգա նշան է, որ պիտի լա ասիգա, ուրեմն այսօր սկուշացեք, որ ծեր սերը չբաղի, ինչի պատճառով, անօրենության շատնալուն պատճառով։ Ադորամար սիրելիներ, այն խոսքը, որ գսկուշացնե մեզի աստուծմե, ադիգա մեզի արիթ է, որ մենք սկուշանանք եւ քայլ առնենք եւ աշխատենք մեր սրդի վրա եւ գսե, որովհետեւ Աստվածաշունչը եթե հավատք ունենաս լերներ շարժելու, բայց սեր չունենաս ոչինչ ես։ Ադորամար աս ուղերձը մեզի կքաչալերը, որ այսօր ամենայն երկյուղածությամբ ավելի քան երբեք Քրիստոսի սիրով լեցվինք, որբեսի անօրենության շատնալուն պատճառով մեր սերը չբաղի, այլ մենք ունենանք միշտ լեցված Քրիստոսի սերը, ունենանք մեր սրդերու մեջ։ Ասիկա զգուշացում է։ Եվ հետո կշարունակե, բայց ան որ մինչև վերջ համբեր է, ինչին համբեր է, այդ անօրենությանը եւ անշուշտ մույս բաներուն, բայց քանի որ իրար հետ գրված է,
այդ անօրենության շատնալուն եւ այդ բادرազներուն եւ հալածանքներուն եւ մույսին համբեր է մինչեւ վերջ դու գրնաս այսօր համբերել վաղը համբերել բայց խոսքը գսե մինչեւ վերջ համբեր է ադիգա պիտի ապրի սիրեներ ավելի քան երբեք այսօր մենք կարիք ունենք դիրոջ հետ մդերմանալու Աստծո խոսքով լեցվելու ծառայելու դիրոջ հավատացյալներով փարապանելու երկրբակելու լալու խոսքի մեջ երկրբակության մեջ զոմաբահության մեջ դիրոջ հետ ամեն բան որ գուզե շեղել հերացնելու երես դարձնելու եւ մտնելու այն սահմաններում մեջ որ դիրոջ մեջ է միայն հավատքի մեջ զորանալու որբեսի մինչև վերջ համբերենք նորեն գսեմ գրնալալ այսօր համբերես վաղը մույսօրը բայց մինչև վերջ ոչ մեր ուժով ոչ մեր կարողությունով այլ դիրոջ հոգիով մենք կրնանք ասինել բայց դիրոջ հոգին մեր հետն է մինչև այնադեն որ մենք ալ իրեն հետն ենք այն հոսքին մեջ որ գուզե գոր դալիլ դիրոջ հոգին այսօր հավատացյալ ժողովուրդը պիտի երթա այդ հոսքին մեջ են այդ հոսքին մեջ որբեսի դիրոջ կամքը կատարվի եւ մենք կարենանք մինչեւ վերջը դիմանալ եւ վերջինը 4-րդը 14-րդ խոսքն է արքայության այս ավետարանը փովանտակ աշխարհի մեջ պիտի քարոզվի բոլոր ասկերուն վկայությունը լալու անգե հետո վերջը պիտի կա եւ գսիրեմ այստեղ որ վերջը գլխակիրով քրվեր է բարին փուն իմաստով վերջը ասիգա հստակ նշանները մեկն է շատ հստակ նշանները մեկն է որ մենք գրնանք քննել ժամանակները արքայության այս ավետարանը փովանտակ աշխարհի մեջ պիտի քարոզվի բոլոր ասկերուն ասիգա գոկտեմեզի այս նշանը գոկտեմեզի որ մենք քննենք ժամանակները ինչպես որսի եւ հիմա այսօր եթե քննենք ներգա թրությամբ ավետարանը ամբողջ ասկերուն չի հասած հոս որ գսե ամբողջ ասկերուն նկատի ունի այդ ասկերուն որում մեջ կա ցեղերը եւ այդ էթնիկ խումբերը որ ասկերեն եկած են եւ որ այսօր քննենք այսօր դակավին աշխարհի մեջ շատ բարձր է դոգոսը որ ասկերու ցեղերու մեջ արքայության ավետարանը չի հասած եւ որ հասնի գսե այդ ադեմ վերջը պիտի կա հիմա ով գրնա մեզ մե որոշել թե ադի որքան արագ պիտի ելա ոչ մեկերնից որովհետեւ այսօր դուք որ նստած եք այս էկրանին ետևը սկրինի ետևը ես այստեղ նստել եմ Լիբանանի մեջ դուք Ամերիկայի մեջ Ռուսիայի մեջ Մերձավոր Արևելքի մեջ դարբեր դեղեր աշխարհի ծայրը Կանադայի մեջ գրնակ լսել այն խոսքը որ արքայության խոսքն է այսինքն այսօր հնարավորություններն ալ ուրիշ են խոսքը դարածելու Բողոսի օրերուն ուրիշ էր հիմա ուրիշ է ադորամար գրնան շատ հնարավորություններ լան որ շատ արագ դարածվի ադիգա մեգերնից չի գրնար որոշել ճիշտ ինչպես բայց դակավին կան բարձր դոգոսի ասկեր ցեղեր դեղեր որ ավետարան չլսված ուրեմն նշանը վերջին որ ավետարանը անշուշտ դարածվի եւ անշուշտ աստվածաշունչի մեջ շատ դեղեր կա նաեւ Բողոսի նամակներու մեջ որ վերջին ժամանակներու նշաններու մասին գխոսի ես ադոր մեջ խորնգանալու արիտ հիմա չունիմ բայց ոչ էլ պատրաստվեր է այսինքն որ խորնգանամ որ գխոսի հագա Քրիստոսին մասին գխոսի Սողոմոնի դաջարի շինության մասին եւ ասամենը գոկտե որ քննենք մենք ժամանակները բայց այնինչ որ գար սրդիս մեջ ուզեցի ադի խոսիլ հիմա ասիգա որ գսե վերջին ժամանակն է վերջ որբեսի Քրիստոսը վերադառնա որ ամեն ասկերը լսեն հիմա դեռ չեն լսած բայց հիմա ասիգա ինչ կքաշելերը մեզի կքաշելերը որ մենք ծառայության մեջ լանք սիրեներ կքաշելերը որբեսի մենք սպարազինվենք լեցված Աստծո հոգիով ավետարանի դարածման մեջ լանք հիմա սիրելի հավատացյալ ժողովուրդ սիրելի եղբայրներ եւ քույրեր քան թե մենք նստենք ավետարանը ցերկերնից իրար հետ գրիվնենք թե վերջին ժամանակը երբ է հագա Քրիստոս երբ պիտի կա դաջարը երբ պիտի շինվի հա ասխոսկա ասանք կսե ատ խոսկա ադանք կսե տուն սխալ ես ես շիդագեմ ավելի լավ է Աստված շիդակ ժամանակին հայտնե մեզի ժամանակները եւ ավելի լավ է մենք ցերկ դանք ավետարանի դարածման յետևելանք
Փրկության ավետարանը խաչված, մեռած եւ հարություն արած Քրիստոսին մասին խոսենք, որբեսի վերջը կա։ Պաստորեն ժամանակները ինչ որ չափով մեզ միալ գախվեր են, որովհետեւ մենք գրիվնելու փոխարեն պետք է ավետարանը դարածելու մեջ լանք։ Ադորամար ասիգա գքաշալերը մեզի, որ մենք ծառայության մեջ լանք, սիրեներ, եւ ուր որենք լանք աղ եւ լույս։ Ասիգա Հիսուսի դրված նշաններն մեկն է եւ այդ նշաններն մեկը իրականանալու մեջ եկեղեցին թեր ունի։ Այսինքն աշխարհի վերջը քալու համար բարձրապես այդպես չէ։ Եկեղեցին Աստծո ժողովուրդը բաժին ունի։ Աստծո հետ համակորձակցելով, որբեսի վերջին ժամանակը կա։ Եվ ադորում է գլխավորը ավետարանի դարածումն է։ Աստված օրհնեն ձեզ սիրելիներ։ Վերջին խոսքը, որ միտգարտամ Մատթեոս ավետարան 26-րդ խոսք, գլուխ 41-րդ խոսքն է։ Արթուն գեցեք եւ աղոտ կրեք, որբեսի փորձության մեջ չմտնեք, հոգին հոժար է, բայց մարմինը դգար։ Այո, ոստե Գեթսեմանի բարդեզի մեջներ վերջին ժամանակներ Հիսուսը նախքան խաչվի եւ աշակերտներն որ այս խոսքը ասավ ադվարգան։ Բայց այս խոսքը ասել չէ միան ադվարգանվա համար էր, այս խոսքի մեջին շատ բաներ մենք կգրնանք սորվիլ եւ այս խոսքով կուզեմ որ վերջացնել այս վիդեոն ասելով շատ դեղեր Աստվածաշունչի մեջ Աստված կզսկուշացնի եւ գսե արթուն գեցեք։ Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, Քրիստոսին հետ հավատացող, արթուն գեցեք գսե դերը մեզի եւ աղոտ կրեք, որբեսի փորձության մեջ չմտնեք։ Ինչ փորձության մասին կխոսի, փորձություն բարը գրնանք շատ դեսագով հասկանալ, բայց քանի որ այսօրվա մեր նույնը ադի է որ վերջին ժամանակներ, բادرազներ, իրարանցումներ, որբեսի փորձության մեջ չինանք, արթուն լանք, աղոթքի մեջ լանք, մեր դիրոջ հետ լանք, խոսքի մեջ լանք, որտեղ ոսկսե գսկուշացնեալ, հոգին օժար է գսե, բայց մարմինը դգար։ Վստահ եղեք մեր հոգիները օժար են, բայց մեր մարմինները որ գդգարանան եւ հոգին հագարակ բայկար գդանին այսօր մարմինը թողնազանտի հոգին սիրելներ ադորամար ձոմաբաության մեջ արթուն եղեք, աղոթքի մեջ արթուն եղեք, խոսքի մեջ, եկեղեցական հավաքույթներու մեջ, փարապանության մեջ, երկրպագության մեջ, ծառայության մեջ արթուն եղեք։ Այս բառը գուզեմ ասել, որբեսի ծեր հետը լամիշտ սիրելիներ արթուն եղեք։ Ասիկա դիրոջ սկուշացումն է մեզի արթուն եղեք, մի խափվիկ, արթուն եղեք, ծառայեցեք, արթուն եղեք, խոսքի մեջ եղեք, արթուն եղեք, աղոթքի մեջ եղեք, արթուն եղեք, ձոմաբաության մեջ եղեք, արթուն եղեք սիրելիներ Հիսուսի անունով։ Թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը մեր բոլորի հետ լա սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ թող դիրոջ պաշտպանությունը, բահբանությունը, հրեշտակային Հիսուսի արյան պաշտպանությունը թող ծեր եւ ծեր ընտանիքներու վրա լա, ինչպես որ գրված է, ինձի վնաս պիտի չհասնի եւ իմ բնակարանից հարված պիտի չմոդենա։ Թող դերը բահեց ձեզի եւ պաշտպանեց ձեզի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։